Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն հունիսի 12-ն է, շատ կարևոր հաղորդում ունենք, քանի որ Իրանի շուրջ շատ է լարվել իրավիճակը, ես փաստերով ներկայացնեմ, թե ինչ է կատարվելու, անպայման խոսելու ենք, թե ինչի կարող է դա հանգեցնել, եթե պատերազմ սկսվի Իրանի նկատմամբ, բայց ավանդաբար սկսում ենք Հայաստանին վերաբերվող լուրերից, եւ ահա նոր տեսա, որ քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել հայ առաքելական եկեղեցու մասով եւ փաստացի նայել է, տեսել եւ զգացել եւ բնական է որ պետք է տեսնել ու զգար այն կեղծիքը եւ ապատեգատավությունը, որը որ տարածվում է վերջին օրերին, թե թուրքական ու ադրբեջանական պատվեր կամ հետ կա այստեղ բավականին երկար է գրել, ասել է որ դուք փարիսեցիներ եք, այսինքն կեղծավորներ եք, Աստվածաշնչի մեջ այդպես էին անվանում կեղծավորներին փարիսեցիները եւ դրանով դուք ուզում եք ծածկել ձեր կեղտը, ձեր աղտը, մոտավորապես այդ ոճին է գրել Նիկոլ Փաշինյանը եւ ասել է, որ ես տեխնացու չունեմ կաթողիկոսի համար, բայց ունեմ նկարագիր, թե ինչպիսի կաթողիկոս է ունենալու հայ առաքելական եկեղեցին, բարեպաշտ կաթողիկոս, աստվածավախ մաքուր կաթողիկոս եւ հայ առաքելական եկեղեցին ազատվելու է կեղծավորներից, նման ինչ-որ ոճի գրառում ես, հիմա ուղիղ չեմ ցիտում, այլ ուղղակի միտքն եմ արտահայտում, անցնենք մնացած հարցերի քննարկմանը, եկեղեցուց շատ ենք խոսել արդեն մի քանի օր է, մենք խոսում ենք եկեղեցուց, բայց ասեմ ձեզ, որ ոչ պակաս նույնիսկ ավելի կարևոր հարցեր կան քննարկելու, քանի որ ինչպես նշեցի, Իրանի շուրջ շատ արագ իրավիճակը լարվում է, բայց մեկ կարևոր եւ ուրախալի փաստի անդրադառնանք, երեք ես խոսել էի, որ Nvidia-ի ղեկավարությունը գտնվում էր Հայաստանում եւ շատ կարևոր տեղեկություն մենք ստացանք քիչ անց, որը որ հրապարակեց Մխիթար Հայրապետյանը եւ դա վերաբերվում է նրան, որ Nvidia-ն կարևոր ներդրում է անելու Հայաստանում արհեստական բանականության մեջ 500 միլիոն դոլարի ներդրում, որը որ շատ բան է փոխելու ամբողջ տարածաշրջանում եւ Հայաստանը դարձնելու է արհեստական բանականության առաջատար երկրներից մեկը։ Շատ լուրջ զարգացում է դա ապահովելու Հայաստանի համար։ Իրոք ամենակարևոր եւ ամենահետաքրքիր եւ ամենաուրախալի լուրերից մեկն է դա, կարող եմ ասել, որ վերջին օրերի շատ բան է փոխելու, եթե այդ ծրագիրը իրականացվի Հայաստանում։ Հայաստանի համար իրոք շատ բան է փոխելու եւ մեծ տնտեսական աճ է բերելու Հայաստանին եւ ոչ միայն մեծ տնտեսական աճ, իր հերթին դա ապահովելու է անվտանգություն։ Մենք հասկանում ենք, որ եթե Nvidia-ի նման ընկերությունը ներդրում է անում Հայաստանում եւ արհեստական բանականության մեջ, դա անգամներով ավելացնելու է Հայաստանի անվտանգությունը, նոր ներդրումներ, ֆինանսական հոսքեր, նոր մտքեր, գաղափարներ, նոր սերունդի պատրաստելու հնարավորություն, բարձր ինտելեկտով, այսինքն մեծ ու լավ հնարավորություններ Հայաստանի համար։ Երկրորդ կարևոր հարցը, որը որ արագ նույնպես ուզում եմ քննարկել ձեզ հետ, անդրադառնալ ավելի ճիշտ, դա Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի այցելությունն էր Հայաստան, նա արդեն գիտեք, տարբեր հանդիպումներ է Հայաստանում ունեցել, հանդիպել է նաև Նիկոլ Փաշինյանի հետ եւ հիմնական նպատակը եւ ուղերձը այցի այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարևոր է, որպեսզի կնքվի խաղաղության պայմանագիր, Եվրոպական խորհուրդը ամեն ջանք գործադրելու է, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատվի, խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ժողովրդավարության վրա է ուշադրությունը սևեռվել մարդու իրավունքների վրա, ընդհանուր եվրոպական ընտանիքին մաս կազմելու գաղափարի շուրջ էր, այդ բոլոր խոսակցությունները դրա շուրջ էին ընթանում եւ հետաքրքիրը այն է, որ երբ որ ինքը արդեն հանրայինին հարցազրույց էր տալիս, փաստացի հետաքրքիր մի նախադասություն արտահայտեց, որ Ադրբեջանի վրա եւս ընկերաբար կամ բարեկամաբար որ նման ոճի միտք արտահայտեց, ասելով, որ նման ճնշում կգործադրեն նաեւ Ադրբեջանի վրա, որպեսզի խաղաղության պայմանագիր Ադրբեջանը ստորագրի։ Նա ասում է, որ շատ կամաց է այս գործը առաջ ընթանում, շատ դանդաղ, բայց լավ է, որ այնուամենայնիվ առաջընթաց կա, թեկուզ դանդաղ եւ ընդհանրապես չի կանգ առել այս գործընթացը։ Դա լավ է, ասում եմ, եթե կանգ առնի այդ գործընթացը, դա արդեն մեծ եւ լուրջ խնդիրներ է ստեղծելու։
Ընդհանուր առմամբ դա կարող եմ ասել Ալեն Բերսեի այցից Հայաստան, ես գիտեմ, որ եւ պատկերացնում եմ, որ հիմա նաեւ նա այցելելու է անպայման Բաքու։ Միջայլոց եկեղեցիների մասով, եկեղեցիների կոնտեքստում մոռացա ասել, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն դիտմամբ այնպիսի հայտարարություններ է անում, իբր աջակցում է Նիկոլ Փաշինյանին մոտավորապես նման բան, որպիսի ավելի լուրջ ձևով խառնի իրավիճակը Հայաստանում, իրականում նրա նպատակը ոչ թե մեկին աջակցելն է կամ մեկին վարկաբեկելն է, ընդհանուր առմամբ ինքը ուզում է վարկաբեկել հայ առաքելական եկեղեցին, Հայաստանի Հանրապետությունը, նրանք ընդհանուր մենք նպատակ ունեն, այդ իսկ պատճառով մենք պետք է զգոն լինենք եւ ընդհանրապես հաշվի չառնենք այդ հայտարարությունները։ Այդ հայտարարությունները մեր ներքին կյանքում եւ մեր գործողությունների վրա ոչ մի ձևով չպետք է իր արտահայտությունը չպետք է գտնի։ Դա ուզում եմ անպայման զգուշացնել սիրելի հայրենակիցներ, ինչ էլ ասեն Ադրբեջանից, լավն է Փաշինյանը, վատն է, թշնամի է, բարեկամ է, մեր մարդն է, մեզ է ծառայում, օտարերն է ծառայում, ինչ էլ ասեն, համար ինչ էլ ասեն, կարելի է նույնիսկ ճիշտ հակառակը հասկանալ, բայց ընդհանրապես լավ է բանի տեղ չդնենք եւ ընդհանրապես հաշվի չառնենք այդ հայտարարությունները, ուղղակի հասկանանք, որ երբ որ Հայաստանի մասով որևիցե հայտարարություն է արվում, լինի դա հայ առաքելական եկեղեցին թե իշխանություն, ընդդիմություն, միշտ Ադրբեջանը շատ վատ նպատակներ է հետապնդում եւ ընդհանրապես հաշվի չի կարելի առնել այդ հայտարարությունները, որոնք որ վերաբերվում են Հայաստանի ներքին կյանքին կամ հայ առաքելական եկեղեցուն։ Դա եւս շատ կարեւոր է եւ ես ուզում եի անպայման այս հարցին եւս անդրադառնալ։ Անդրադառնալու ենք նաեւ Մարիա Զախարովայի հայտարարություններին, երեք մի քանի հայտարարություն է արել, նույնիսկ այնքան կարեւոր էին այդ հայտարարությունները, որ մի պահ որոշել էի դրանից սկսել եւ նույնիսկ դա դնել վերնագիրը, ինչ է ասում Զախարովան օրինակի համար ՆԱՏՕ-ի մասով։ Հուսով ենք, որ Բաքուն եւ Երևանը լիարժեքորեն գնահատում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացման ռիսկերը։ Փաստացի Զախարովան սպառնում է Հայաստանին եւ Ադրբեջանին։ Թե ինչու Հայաստանը չկա, զարմանալի է, բայց Ադրբեջանին եւ Հայաստանին հստակ սպառնում է, որ շատ լուրջ ռիսկեր կան, եթե դուք խորացնեք համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Սա ուղղակի եւ լուրջ սպառնալիք է, կրկնեմ։ Եվ մենք բնականաբար պետք է շատ լուրջ Հայաստանի մասն է խոսքը մտածենք, թե ինչպես կարելի է պատասխանել Տիկին Զախարովային, որ ընդհանրապես հերու մնա հասկանա, որ Հայաստանը սուվերեն երկիր է եւ կարող է խորացնել իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Հայաստանը չի հայտարարում, որ ՆԱՏՕ-ի անդամ է դառնալու, բայց ՆԱՏՕ-ից իրոք շատ բան կարելի է սովորել, ՆԱՏՕ-ի հետ անպայման պետք է համագործակցել, համատեղ զորավարժություններ է պետք անել, քանի որ իրոք մեր զինվորականները դրա կարիքը ունեն եւ Զախարովան չպետք է որոշի, թե ում հետ մենք համագործակցենք։ Վրաստանի բանակի մարտունակությունը, պատրաստվածությունը, կահավորումը, ամեն ինչ ապահովել է, կարելի ասել, ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության շնորհիվ այդ ամենը ապահովել եւ այդ ամենին Վրաստանը հասել է հենց դրա շնորհիվ։ Ինչու՞ չէ նաեւ մասամբ Ադրբեջանը, ճիշտ է այնտեղ ավելի շատ հուկական ֆակտորն է եղել, բայց մենք տեսել ենք, թե ինչքան շատ բան կարելի է սովորել ՆԱՏՕ-ից եւ ինչքան լավ կարող է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը ազդել քո բանակի մարտունակության վրա։ Դա է ամենակարևորը այս հարցի շուրջ ինչ ուզում եի ասել։ Զախարովան էլի մի քանի հայտարարություններ է արել բազայի մասով, որ Հայաստանից բազայի դուրս բերման հարցը չի քննարկվում, այդ հարցը կարգավորվում է երկկողմ հարաբերություններով։ Այս հարցը առաջացել է երևի թե նրանից, քանի որ սկսվել է ստորագրահավաք 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարցով։ Ռազմաբազայի դուրս բերման մասով ամենայն անկեղծությամբ ես մի փոքր այլ տեսակետ ունեմ։ Ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծումը ինչպիսին է լինելու, դրանից արդեն կբխեն այդ գործողությունները։ Կարող է այնպիսի պահ գալ եւ այնպիսի պահ առաջանալ, որ ռուսները իրենք ուզենան հեռանալ։ Դուք եթե նույնիսկ կախվեք, ովքեր որ կախվում են ռուսական բազայից եւ չեն ուզում որ հեռանալ, եթե նույնիսկ կախվեք այդ բազայից, որ նրանք չհեռանան եւ քարշ կաք իրենց հետ որ չհեռանան, միևնույնն է իրենք կհեռանան։ Եթե գա այդ պահը եւ իրենք ստիպված լինեն ուզենան հեռանալ։
Իսկ եթե իրենց գործերը կոպիտ ասած լավ լինի Ուկրաինայում հաջողությունների հասնեն, ինչ ստորագրահավաք էլ հավաքվի, ես չեմ կարծում, որ դա այս պահի դրությամբ որևիցե լուրջ ազդեցություն կամ նշանակություն կարողանա ունենալ, եթե անկեղծ լինեն։ Բայց կրկնեմ, ամեն ինչ կախված է, թե ինչ հանգուցալուծում կունենա ռուս-ուկրաինական պատերազմը, եւ կարող է այնպիսի պահ գալ, այնպիսի պահ առաջանալ, որ իրենք ռուսները ինքնուրույն ուզենան լքել հեռանալ Հայաստանից։ Դա եւս կա։ Այլ հայտարարություն եւս հնչեցրել է Տիկին Զախարովան, եւ նա այս անգամ անդրադարձել է կրկին հիշել է Եվրամիության դիտորդական առաքելությունը, կրկին ասել է, որ այդ դիտորդական առաքելությունը հետախուզում է իրականացնում Հայաստանի հարևանների նկատմամբ, բայց այստեղ մի փոքր ինքը զգուշացրել է, հասկացել է, թե ինչ է ասում, ասել է, որ Հայաստանին նրանք չեն զեկուցում իրենց այդ հետախուզական աշխատանքի մասին եւ նույն ժամանակ ոչ մի կայունություն չեն ապահովում Հարավային Կովկասում, ինչը բացարձակ սուտ է, սիրելի հայրենակիցներ, բազմիցս կրկնել եմ, բազմիցս այդ մասին խոսել ենք, կարծում եմ բոլորն էլ շատ ու շատ լավ գիտեն, թե ինչքան լուրջ ձևով եւ անգամներով ավելացրեց Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում, անվտանգությունը Հայաստանի։ Դա մենք տեսել ենք եւ հասկանում ենք։ Հիմա խոսենք նրանից, թե ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ։ Հայաստանի մասով այս կանը, չնայած այն ինչ տեղի ունենում Իրանի շուրջ, միանշանակ ազդեցություն կունենա Հայաստանի վրա, ցավոք սերտի եւ լուրջ ազդեցություն կունենա Հայաստանի վրա։ Եթե հիշում եք, երեկվա մեր հաղորդման մեջ ես խոսել էի, թե ինչ հայտարարություններ կային իրանական կողմից, նաեւ Սյունիքի Զանգեզուրի մասով արդեն Միացյալ Նահանգներին եւ ՆԱՏՕ-ին էին մեղադրում, ինչ առաջ չկար, չէր արվում, սա նոր իրողություն է, եւ մենք տեսնում ենք, որ այդ լարվածության ֆոնին Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև Իսրայել-Իրան, Ադրբեջանը եւ Թուրքիան կրկին զորավարժություններ են անցկացնում հիմա Նախիջևանում, շատ հաճախակի են դարձել այդ զորավարժությունները։ Նրանց բացի Ադրբեջան, Թուրքիան, Ուզբեկիստանը, Ղազախստանը եւ Պակիստանը սեպտեմբերին անցկացնելու են անվերջ եղբայրություն թվով 4-րդ ռազմական զորավարժությունները։ Սրանք եւս չափազանց կարևոր տեղեկություններ են։ Հիմա ինչ է կատարվում Իրանի շուրջ։ Ուրեմն Իրանի արտգործ նախարար Աբբաս Արաքչին մեկնում է Օսլո մասնակցելու այնտեղի միջազգային 22-րդ ֆորումին եւ դրանից առաջ կարևոր հայտարարություններ է արել, ասել է, որ Իրանի ատոմային ծրագրի շուրջ միայն կարող է հարցը կարգավորվել այնպես, որ Իրանը չի ունենալու չունենա ատոմային զենք եւ վերջ դրանով ամեն ինչ ասված լինի, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում են, շատ արագ կարող է այդ պայմանավորվածությունը ձեռք բերվել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Այսինքն իրենք չեն հրաժարվում իրենց ծրագրերից, բայց ասում են, որ հա մենք ատոմային զենք, ատոմային ռումբ չենք ցանկանում ունենալ։ Եթե դա դες բավարարում է, ապա խնդիր չկա, շատ արագ կկնքենք այդ բանակցությունները։ Իմիջայլոց կար տեղեկություն, թե ամսի 15-ին եւս նախատեսված է հանդիպում Միացյալ Նահանգների եւ Իրանի պատվիրակությունների միջև, չեմ կարող ասել, տեսնենք, բայց իրավիճակը այնքան կտրուկ է լարվում, որ ես արդեն կասկածում եմ, որ նման բան հնարավոր է որ տեղի ունենա։ Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատորները, արդեն քաղաքական գործիչները բոլորը խոսում են այն մասին, որ կարող է հարված հասցնեն Իրանին եւ ամերիկացի սենատոր Տոմ Քոտտոնը ասում է, որ ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Պենտագոնից եւ անմիջապես Պենտագոնի ղեկավարից տեղեկացել է, որ Իրանը շատ ակտիվ գործընթաց է տանում, որպեսզի շատ արագ ստեղծի ատոմային զենք։ Washington Post-ը շատ հետաքրքիր տեղեկություններ է հայտնում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հրահանգել է իր դեսպանատաներին, որոնք որ գտնվում են Իրանի շուրջ, նույնիսկ այն դեսպանատաներին, որոնք որ գտնվում են Արևելյան Եվրոպայում եւ նույնիսկ Հյուսիսային Աֆրիկայում, որպեսզի նրանք արագ խորհրդակցություններ, քննարկումներ անցկացնեն, քանի որ ռիսկերը բավականին մեծ են իրանական կողմի հարվածի եւ սա եւս նշանակում է, թե որքան լարված է իրավիճակը, բայց դրանից բացի Իրաքից տարհանում է Ամերիկայի Միացյալ Նահանգները իր դեսպանատունը եւ այդ մասին նաեւ
այսօր հաստատել է այդ տեղեկությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Իրանի շուրջ ասեմ, որ նոր արբանյակային կադրեր են հրապարակվել, որտեղ որ երևում է, որ իրանական հակաօդային պաշտպանությունը համալրվել է Panzer S1 համակարգերով ռուսական, եւ դա եւս շատ բանի մասի է խոսում, այսինքն հստակ պատրաստություն կա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հարձակվեն Իրանի վրա։ Ասեմ, որ հետաքրքիր ակտիվություններ են նկատվում նաեւ Իսրայելում, երկաթե գմբեթն է ակտիվացել, ինչ որ նրա տեղափոխությունն է կազմակերպվել Սիլվադի շրջան, դրանից բացի շատ ակտիվ տեղաշարժեր են նկատել հակաօդային պաշտպանության Իսրայելի ամբողջ տարածքում եւ կան տեղեկություններ, որ Իսրայելը եւս շատ ակտիվ ձևով պատրաստվում է պատերազմին ընդդեմ Իրանի։ Նաեւ իրանական կողմն է զգուշացրել, որ եթե Իրանի վրա հարձակում լինի, ապա հարյուրավոր հրթիռներ կթափվեն Իսրայելի վրա։ Դրանից բացի երեք կար նաեւ կարևոր զգուշացում իրանական բանակի կողմից, որ եթե նման հարձակում լինի Իրանի վրա, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգների բոլոր բազաները եւ Իսրայելը եւս կենթարկվեն հրթիռակոծության։ Հայտարարություններով են հանդես գալիս նաեւ իրանական պրոքսի ուժերը, նրանք եւս հաստատում են, որ եթե պատերազմ սկսվի, իրենց բոլոր հնարավոր միջոցներով հարված կհասցնեն ամերիկյան ռազմաբազաներին եւ ռազմական օբյեկտներին։ Եվ Bloomberg-ը տեղեկացնում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնատար անձինք տեղեկացված են, որ Իսրայելը արդեն պատրաստ է հարված հասցնել Իրանին։ Այդքան լուրջ է, սիրելի հայրենակիցներ, իրավիճակը Իրանի շուրջ։ Եվ ահա այս ամենի մասին տեղեկանալով, սիրելի հայրենակիցներ, ես իմ կողմից կարող եմ միայն ավելացնել, որ հնարավոր է այս մի քանի օրը ես տեղեկություն չունեմ, անկեղծ ասած, չեղարկվել է այդ հանդիպումը Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ամսի 15-ին, չի չեղարկվել այն իրոք տեղի կունենա թե չէ, բայց կարծում եմ, որ եթե նման հանդիպում տեղի ունենա, դրանից հետո ավելի պարզ կլինի այդ հարվածը Իրանի նկատմամբ տեղի ունենալու է թե ոչ։ Այսինքն մենք ունենալու ենք պատերազմ մեր քթի տակ, թե ոչ։ Իսկ այդ պատերազմը թե ինչի կարող է հանգեցնել, մենք շատ լավ պետք է որ հասկանանք։ Ցավոք սրտի հիմա առաքվածությունը շատ լուրջ, ահավոր մասշտաբների է հասել Հայաստանում, չգիտեմ ինչ կարելի անել եւ ինչպես կարելի անել, գոնե այս պահին մենք կարողանանք շատ լուրջ ձևով համախմբվել, շատ լուրջ ձևով մտածել, թե ինչպես ենք վարվում, եթե օրինակի համար Ադրբեջանը եւ Թուրքիան փորձեն օգտվել առիթից Սյունիքի մասով, Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը, ինչայլոց Ռուսաստանը եւս շատ ձեռնտու է այս պատերազմը Իրանի դեմ, նախ նավթի գներն են սկսել բարձրանալ, դա շատ լավ է ռուսական տնտեսության համար, որը որ մեծ աղետի եւ վտանգի առջեւ էր հայտնվել, քանի որ նվազել էին նավթի գները, սա ձեռնտու է Ռուսաստանին այդ առումով, դրանից բացի Սյունիքի մասով եւս իրենց ծրագրերի իրականացման մասով։ Թուրքիա, Ռուսաստան, Ադրբեջան, գիտենք միասին այդ ծրագիրը ունեն եւ մենք հիմա պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ավելի լավ պատրաստվենք եւ ես կոչ եմ անում նաեւ Հայաստանի իշխանություններին, որպեսզի լուրջ վերաբերվեն այս մարտահրավերին։ Իրավիճակը բավականին լուրջ է եւ չպետք է ստացվի այնպես, որ մենք հանկարծ տեսնենք, որ պատերազմ է բռնկել մեր քթի տակ եւ այն տարածվում է արդեն նաեւ մեր վրա։ Դրա համար Սյունիքում մարտական պատրաստվածությունը պետք է բերվի շատ բարձր մակարդակ եւ ոչ միայն Սյունիքում, ամբողջ Հայաստանում հնարավոր է ոչինչ տեղի չունենա, հնարավոր է նույնիսկ Իրանի նկատմամբ պատերազմական գործողություններ չսկսվեն, բայց մենք պետք է պատրաստ լինենք վատթարագույնին, ամենավատթարագույն սցենարին մենք պետք է պատրաստ լինենք։ Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմին, երեք Զելենսկին կրկին հետաքրքիր եւ կարեւոր հայտարարություններ է արել։ Նրա խոսքերով Ռուսաստանը չի ցանկանում դադարեցնել պատերազմը եւ հիմա նրանք ցանկանում են գրավել Օդեսան, որպեսզի հասնեն Մոլդովայի եւ Ռումինիայի սահմաններին, եւ դա պետք է հաշվի առնի նրա խոսքերով Եվրոպան։ Եվ եթե Եվրոպան դա հասկանա եւ հաշվի առնի, պետք է անեն ամեն ինչ, որպեսզի դրան կարողանան հակազդել։ Հետաքրքիր միտք է արտահայտել Զելենսկին, բայց ընդհանուր առմամբ դա այդպես էլ կա,
Մենք միշտ էլ խոսում ենք այդ մասին, որ Ռուսաստանը հիմա ձգտելու է ենթարկեցնել իրեն բոլոր հետխորհրդային միության երկրները եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասով կոչը Ադրբեջանին եւ Հայաստանին կարելի է դիտարկել նաեւ կրկին այդ համատեքստում։ Իմիջիայլոց Պուտինն էլ երեք հայտարարություն է արել, նա ասում է, որ Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի անգամներով մեծացնի իր ցամաքային զորքերի հնարավորությունը եւ քանակը։ Եվ դա պետք է արվի շատ կարճ ժամանակահատվածում, ըստ Պուտինի։ Հիշում եք, խոսում էի այն մասին, որ կարող է համընդհանուր զորակոչել հայտարարել Վլադիմիր Պուտինը, այսինքն նման սցենար եւս շատ ու շատ հնարավոր է։ Եվ քանի որ անդրադարձա Ռուսաստանին, ասեմ, որ տնտեսությունը շատ բարդ իրավիճակում է հայտնվել Ռուսաստանի Դաշնության, տարբեր անալիտիկ կենտրոնները, որոնք որ զբաղվում են այդ հարցերով, ասում են, որ բարդ է հիմա Ռուսաստանի համար իրավիճակը, քանի որ նավթի գները շատ լուրջ անկում են ունեցել, մեծ վնասներ է տեսել Ռուսաստանը, եւ եթե այսպես շարունակվի, ցանկացած պահի կարող է Ռուսաստանի Դաշնության մեջ սկսվեն անդառնալի process-ներ տնտեսության մասով, շատ լուրջ անկումներ։ Դրա համար երևի Պուտինը շտապում է ցամաքային զորքերի քանակը կարող է ավելացնել համընդհանուր զորակոչ, չգիտեմ, այդտեղ նաեւ տնտեսության հետ կապված հարցեր կան, բայց փորձում են ինչքան հնարավոր է գրավել տարածքներ Ուկրաինայից եւ հետո նոր արդեն նստեն եւ կնքեն, եթե կնքելու են ընդհանրապես խաղաղություն։ Բայց մենք հասկանում ենք, որ եթե նման սցենարով ամեն ինչ տեղի ունենա, նույնիսկ այդ խաղաղությունը, որը որ կնքվի Ուկրաինայի հետ, դա լինելու է խաղաղություն, հələ որ Ուկրաինայի հետ մյուս հետ խորհրդային երկրները շատ լուրջ խնդիրներ կարող է ունենալ։ Այսինքն կախված է նրանից, թե ինչ ձև եւ ինչ ելքով է կնքվում այդ խաղաղության պայմանագիրը կամ այդ խաղաղությունը Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ։ Ու երեք հետաքրքիր հայտարարություն է եւ կարեւոր հայտարարություն է արել Լեհաստանի վարչապետը, նա ասել է, որ իր երկիրը միջուկային պաշտպանության վերաբերյալ պայմանագիր է կնքել Ֆրանսիայի հետ, այսինքն Լեհաստանը փաստացի անցնում է այսպես ասած ֆրանսիական ատոմային զոնտիկի տակ։ Շատ հետաքրքիր եւ կարեւոր տեղեկություն է նաեւ սա սերելի հայրենակիցներ, քանի որ այդպիսի process-ներ են մեկնարկել նաեւ արդեն Եվրոպայում։ Հիշում ենք Մակրոնի առաջարկները ամբողջ Եվրոպային, որ իրենք կարող են պաշտպանել իրենց ատոմային զենքով ամբողջ Եվրոպան, եթե երկրները իհարկե ցանկանան։ Եվ մեկ հետաքրքիր կարևոր լուր, որը որ ոմանց համար կարող է մտահոգիչ թվալ, ոմանց համար շատ լավ, դա այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Ռուսաստանի Դաշնությանը Ռուսաստանի օրվա առթիվ։ Եվ նա հետևյալ շնորհավորանքն է եղել Ռուսաստանի Դաշնությանը։ Վերահաստատում ենք Ամերիկայի ցանկությունը կառուցողական համագործակցություն հաստատել Ռուսաստանի հետ։ Կառուցողական համագործակցություն է ուզում հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ, ավելացնելով, որ նպաստելու Ռուսաստան-Ուկրաինա կայուն խաղաղության։ Եվ շարունակելով միտքը նա ասում է, որ հուսով ենք, որ խաղաղությունը կխթանի մեր երկրների միջև ավելի ուշահավետ հարաբերությունների զարգացման։ Այսինքն այս հայտարարությունը, այս շնորհավորանքը Մարկո Ռուբիոյի Ռուսաստանի օրվա առիթով ասում է մեզ այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուզում է համագործակցություն ծավալել Ռուսաստանի Դաշնության հետ, այսինքն այն պատժամիջոցները, որոնք որ սահմանվել են, հավանաբար ուզում են նաև հանել, չեղարկել, բայց դրան կարող են հասնել, եթե Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև կնքվի կայուն խաղաղություն։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգների ցանկությունը դա է։ Իմիջիայլոց մենք խոսել ենք նաև նրա մասին, որ Դոնալդ Թրամփը կրճատում է Ամերիկայի Միացյալ Նահանգների զենքի մատակարարումը Ուկրաինային, այն զենքի մատակարարումը, այն ծրագիրը, որը որ հաստատել էր Բայդենը, եւ սա է իրականում հիմա իրավիճակը, այն իրավիճակը, որը որ մենք ունենք այս պահի դրությամբ։ Բայց Ամերիկայի Միացյալ Նահանգներում էլ իրավիճակը բավականին բարդ է, տեսանք թե ինչ է տեղի ունենում Լոս Անջելեսում, ընդհանուր Կալիֆոռնիայում, ինչ բարդ իրավիճակ է եւ հիմա կարծես թե ամբողջ Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում է ընդդիմանալ կամ մի մասը, ասենք, ամենայն դեպս հերվից այդպես է երևում, սիրելի հայրենակիցներ, ընդդիմանալ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը եւ հիմա մեծ ակցիա են նրանք նախապատրաստում, ամերիկացիները, որոնք որ դեմ են Դոնալդ Թրամփի քաղաքականությանը, ակցիայի անվանումն է առանց թագավորների եւ 1000
եւ 1800 քաղաքներ բոլոր նահանգներում դուրս են գալու ընդդեմ Թրամփի ամսի 14-ին, հունիսի 14-ին մեծամասշտաբ ակցիա է նախատեսված Թրամփի եւ Թրամփի քաղաքականության դեմ։ Սա էր, սիրելի հայրենակիցներ, ինչի մասին ուզում եի այսօրվա մեր հաղորդման ընթացքում խոսել ձեզ հետ միասին։ Հիշեցնեմ կրկին լայքերի համար բաժանորդագրվեք մեր ալիքին, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։